Մյուս հոդվածը վերաբերում է Ուիլսոնի տուն թանգարանում պահվող այս հայտնի կտավին, որը կոչվում է հույս, սա Հովսեփ Փուշմանի կտավն է, ասեմ, որ Ուդրո Ուիլսոնը միակ նախագահն է Միացյալ Նահանգների, եթե չգիտեք, որ թաղված է Վաշինգտոնում, մայր տաճարում է թաղված եւ ունի իր տուն թանգարանը այնտեղ, որտեղ հենց այս կտավն է, որտեղ ես նաեւ նվիրել եմ կա Ուիլսոնի կողմից գծած, որոշված հայտնի իրավարար վճռի քարտեզը։ Ինչով է այս կտավը հայտնի եւ կարեւոր եւ ինչն է հույսը։ Նու սա բանի ձևով ավանդույթի ձևով է, որ ձեզ պատմում են հենց այդ տեղի աշխատողները։ Սա 14 տարեկան մի աղջկա, հայ աղջկա պատկերա, որի ձեռքում անթառամ ծաղիկն է։ Անթառամ որպես հույսի եւ որպես Ուիլսոնի իրավարար վճռի անժամանցելի, անբեկանելի եւ կատարման համար պարտադիր։ Շատերը սա չեն հասկանում։ Շատերին թվում է, որ դա ինչ որ բան է։ Ասենք գիշերը լավ չի քնել Ուիլսոնը, առավոտ շուտ արթնացել է, որոշել է մի հատ քարտեզ գծի, այդպես չի։ Եթե միջազգային իրավունքի մեջ կա որևէ փաստաթուղթ, որը որպես փաստաթուղթ խարսխված է լուրջ իրավական հիմքի վրա, այս փաստաթուղթը, այսինքն իրավարար վճիռը, այդ բարձրակետում գտնվողներից է, հաստատապես։ Եվ դրա հիման վրա ձևավորվել ամբողջ արևելյան Եվրոպայի քարտեզը, դրա վրա ձևավորվել միջին արևելքի քարտեզը։ Եվ երբ որ Ուիլսոնը մահանում էր, սա էլ շատ հետաքրքիր է, պատմությունը։ Եվ իրեն պետական, կառավարական թաղում էր հասնում եւ կրկնում եմ, որ գնաք Վաշինգտոն DC, գնացեք մայր տաճարը, մտնում եք աջ թևի վրա, մի քիչ խորանաք, այդ իր գերեզմանն է, եւ ժամանակին հաջողվեց կազմակերպել, որ Հայաստանի երկու նախագահ այցելեցին Ուիլսոնի գերեզմանին եւ ծաղիկ դրեցին։ Հիմա չգիտեմ հնարավոր է թե չէ, բայց ժամանակին դա հնարավոր եղավ։ Բայց Ուիլսոնը խնդրեց, որ իր դագաղը նախ դնեն այն սենյակում, որտեղ երկու նկար կար։ Մեկը իր առաջի կնոջ, Վաղամերիկ կնոջ նկարն էր, մյուսը հայ աղջկա նկարը։ Եվ իր վերջին խոսքերն էր, որ ես հայ ժողովրդին կներեք, բարդ մնացի։